Ողջույն բարեկամներ, այսպիսի մի տեքստ կա. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացեք։ Այսպիսի տեքստով ուղիղ 10 տարի առաջ, հուլիսի 17-ին առավոտ սկսվեց Հայաստանում, ժամը 5-ին։ Ես ինչպես ամեն օր արդեն ես գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և թերթում էի օրվա նորությունները նոր է եկել աշխատանքից և կարդացի Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, որ մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացեք, սիրելի հայրենակիցներ։ Անկեղծ եմ ասում, ես աչքերիս չէի հավատում, ես միանգամից ձեռս գցեցի հեռախոսին և զանգեցի ուղիղ Վարուժանին։ Վերցրեց պատասխանեց. ասի, ես ինչ եմ կարդում, ասեց, հա, ճիշտ ես կարդում։ Բաղում ենք, չենք սպասելու մինչև մեզ էլ ոչխարի նման կոտորեն, այլ տարբերակ չկա, հանի բոլորին քնից, կիրակի օր առավոտ ժամը 5, թե ինչ էր մնում ինձ անել, արագ զանգել բոլոր լրագրողներին, որոնց ես ճանաչում էի, որոնց կոնտակտներ ունեի, ընկերներ էինք Facebook-ում և առավոտ արթնացնել ասել վեր կացեք, ապստամբությունը, վեր կացեք, գերանելի օր եկել է, ապստամբություն չէ, զինված ապստամբությունը, և տղաներն արդեն գրավել են ՊՊՑ գունդը, ինչ էր ասվում հայտարարության մեջ։ Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս, ինչպես հիմա։ Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները, ինչպես հիմա։ Այդ ամենի տեղ մեկտեղ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղին վերջի մեղը կներեք, իսկ այդ ժամանակ Սերժը Ստեփանակերտում էր և համոզում էր գեներալներին, որ հանկարծ դիմադրություն չլինի։ Ուստի ազգի և հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է։ Մենք Սասնա խմբավորման անդամներս գիտակցելով վիճակի օրհասականությունը որոշել էինք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության։ Մենք արդեն գրավել ենք Երևանի քաղաքում գտնվող հիմնական ոստիկան բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ։ Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից տարածքները։ Մեզ են միացել զինված ուժերի զորամասեր, ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ։ Իհարկե ես այդպես էլ չկարողացա Վարուժանից իմանալ այդ ո՞ր զորամասերն են, որ պետք է միանային և ով էր այս վերջի պահին հետ կանգնողը, ինչպես 2008 թվականին հետ կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանին օգնելու նպատակով խոստում տված Մանվել Գրիգորյանը։ Մենք այս մասին չհասցրեցինք խոսել, որովհետև ինքն ասեց նախաքննության հետ կապված շատ բաներ կան, որ ես չեմ կարող ասել։ Ամեն ինչ կասեմ երբ որ վերանա նախաքննությունը։ Դրանից հետո մենք այլևս չհանդիպեցինք, դա 17 թիվն էր, որովհետև Վարուժան Ավետիսյանին ձերբակալեցին։ Ու հիմա 10 տարի անց, տեսեք ինչ թարմահնչում ես խոսքերը, 10 տարի անցել ապստամբությունից։ Հիմա հարց բոլոր դիտողներին, ես վստահ եմ, որ ոչ բոլորն են հիշում, ոչ օրը, ոչ տարին, ոչ այդ օրերի տպավորություններն աթարմ, բայց հիմա մի բան եմ ուզում հարցնել անկեղծ և ուզում եմ լսել անկեղծ պատասխան, գրեք այդ անկեղծ պատասխանը։ Կուզենայիք հիմա 31 հոգի խաչ քաշելով իրենց կյանքի վրա զենքով ապստամբեին այս ռեժիմի դեմ։ Գրեք, կուզեիք, թե չեք ուզի։ Իսկ ես ուղղակի ուզում եմ 10 տարվա կտրվածքով նայել, թե մենք ինչ արեցինք։ 2 տարի այս տղաները մեր Սասունցի Դավիթներն էին։ Մինչև չեկավ Ճիվաղի քարոզչական մեքենան։ Ընդ որում, ես ուզում եմ ձեզ հիշեցնել,
Երբ որ Վարուժան Ավետիսյանը գտնվեց ազատության մեջ, դա օգոստոսի 17-ն էր 2018 թիվ, ասել է թե ճակերտավոր հեղափոխությունից 3 ամիս հետո, մինչդեռ հենց դա երկրորդ օրը պետք է լիներ, ոչ թե 3 ամիս հետո, ըստ ժանրի կանոնների, բայց այդ ժամանակ էլ հասկացանք, որ ինչ հեղափոխություն, ինչ բան։ Այդ ժամանակ արդեն դրվեց մի կարևոր բան, օրինագիծ, որ իրականացրեց Ադամ Սարգսյանի այդ կուսակից, մեր զամնուկի հիշեմ, այն սև դևը։ Մի խոսքով, եւ դրա կազմակերպիչն էր Օսիպյանը, որ եթե Օսիպյանը բողոքի, ուրեմն ոչ մեկ համաներման իրավունքից չի օգտվելու։ Այն պարագայում, որ ապստամբը չի կարող օգտվել համաներման իրավունքից, ինքը քաղբանտարկյալ է, ինքը ռազմագերի է, ինքը ապստամբ է իր վրա, օրենք չկա, բաս Նիկոլի առաջի դավաճանությունը հենց այդտեղ է։ Ինչ որ է օգոստոսի 17-ին նայում ենք Տիգրան Եգորյան, Լուսինե Հակոբյան, երկու հոյակապ մարդիկ, ինչպես ես ժամանակ էի հիշում, գրում են եւ Մուշերը Շուշանյան։ Վերջապես Վարուժան Ավետիսյանը ազատության մեջ է։ Ես հիմա այս երկուսին ուզում հարցնեմ։ Դեռ եք որ Վարուժան Ավետիսյանը դեռ բանտում է 10 տարի անց։ Եվ դուք աջակցում եք մեկին, որը վերադարձեց բանտ, որը պղծեց ապստամբության գաղափարը, որը ապստամբությունը նույնականացրեց տերորիզմի հետ, որը շարունակեց Սերժ Սարգսյանի գործը։ Եվ վուալա, այն մարդիկ, որոնք վերջապես Վարուժանը ապստամբը դրսում է, հիմա աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ուղղակի հարցրեք իրանց մոտ դիսոնանս չկա, կոգնիտիվ խնդիրներ չկա արդյոք։ Եվ ինձ միշտ զարմացել են մարդիկ, հիմա էլ են զարմացնում, առավել եւս բոլոր են մարդիկ, ովքեր այս ամբողջ ընթացքում ապստամբության միջև իրանց ազատության օրը, ծրերին, ապստամբներին, ընդհանրապես ապստամբության գաղափարը, եւ այսօր աջակցում են նրան, ով ապստամբությունը նույնականացրեց տերորի հետ եւ դատապարտեց ապստամբներին առեսը եւ շարունակեց Սերժի կարած գործը եւ հավատարիմ մնաց եւ Սերժի ավանդույթներին եւ Սերժի օրենսգրքին եւ Սերժի սահմանադրությանը եւ այլն։ Ինձ ամենաշատը վիրավորում են հենց այդ մարդիկ։ Ձեր մոտ պրոբլեմ չկա։ Վիգեն Ավետիսից սկսած։ Դուք լավ եք քնում գիշերները։ Ես ես ասեմ անկեղծ, ինձ պետք չի իմ հանդեպ ոչ մի վատություն անել, ընդհանրապես, որ ես կարողանամ, եւ լավություն նույնպես, որ ես կարողանամ արդյուն գնահատել։ Ես նայում եմ իրենք ոնց են վերաբերվում ընդհանրապես շրջապատին եւ արդարությանը։ Դա ինձ հերիք է։ Ինձ պետք չի լավություն անել, որ ես իրանց գնահատեմ, ինձ պետք չի վատություն անել, որ ես հասկանամ իրանք ով են։ Ես ընդհանրապես նայում եմ մարդկանց գործողություններին, վերաբերմունքներին, դիրքորոշմանը, ու իմ համար պարզ է։ 10 տարի առաջ էր։ Մենք 10 տարի առաջ կարող էինք ունենալ այլ երկիր եւ կարող էինք ունենալ։ Ես ձեզ ասեմ, որ այսքան մարդ դուրս եկե ոչ թե ավտոբուսով բերված, ոչ թե վարչական լծակներ օգտագործելով։ Չէ, քան մարդ ապստամբություն է դուսում, հարց։ Ուր է ժողովուրդս, ուր ազգս։ Հարցը քաղաքական նախընտրությունները չի։ Հարցը արդարության նկատմամբ վերաբերմունքն է, չէ՞ որ այս բոլորին փողոց էր անել ոչ թե Պավլիկ Մանուկյանը կամ Վարուժան Ավետիսյանը, չէ՞։ Արդարության նկատմամբ ծառավը։ Ու այդ օրին էր, որ ոչ մի մարդ չգտնվեց փողոցում, որ դատապարտել ապստամբությունը։ Ոչ մի, այսօրվա նիկոլականներից սկսած, բացի Նիկոլ Փաշինյանից ինձ որն ասեց այդ օրերին մոռացեք ընդդեմ ինչ է կատարվում, ճիշտը ինստիտուցիոնալ ընդդիմությունն է։ Այդ ժամանակ այդ Պավլիկը ասեց դրան մցրեք զիբիլի վեդրուն ու շպրտեք այդտեղից, ճիշտ էր նա։ Ազգս եմ փնտրում, ազգս, որ միավորվել էր, չնայած բիրտ ոստիկանական ծեծ ու ջարդին, աննախադեպ, որ երբևէ չէր եղել։
Ես գիտեմ, այն վերսիան դեռ տարածվում է, որ այս ամեն ինչը կազմակերպածել, որ Սերժն է կազմակերպել սա։ Ես Սերժը տեղեկին սարքեց ինվալիդ, իրենցից մի մասը, որ տեղակ են, որ ասենք, չի կարողանում ասա տեղաշարժվի, ունենք Պավլիկ Մանուկյանը, որ գայլին սպանեցին, որ Պավլիկ Մանուկյանի տղա Արամն է, էլի հաշմանդամի կարգավիճակում, էլի մեր տղաներից շատերը, որ խնդիրներ ունեն առողջության։ Հա, բա ոնց իրեն գնացել էին, որ հաշմանդամ դառնային ու սպանվեին հետո։ Ինչ որ է, ես ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու։ Ես ընդհանրապես մի բան եմ ասում, որ մենք 10 տարի առաջ ես կարող էինք շրջած լինել պատմության անիվը։ Կարող էինք։ Եվ մի բան էլ հիշեցնեմ։ Բացի Նիկոլ Փաշինյանից, որ նետվել էր ասպարեզ, որ տաներ մի կողմ, ասպարեզ նետվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ինչպես միշտ իշխանության կողքին էր եւ կոչ էր անում չճոճել նավակը, չէ, չի կարելի ապստամբել, որ Արցախն ենք մենք վտանգում ապստամբությունով, ընդհանրապես 2 ամիս առաջ էր եղել, 3 ամիս առաջ էր եղել, պայմանավորված պատերազմը, որի մասին բոլորը գիտեին, որ չի կարելի ապստամբել, չի կարելի, որտեղ մենք վտանգում ենք Արցախի հարցը, որով պետքա լուծվեր Ադրբեջանի օգտին, այդ դրանով մենք վտանգում էինք։ Անցավ 10 տարի եւ այսօր ուզում եմ տեսնեմ Հայաստանում քանի հոգի կա, որ իրոք գնահատում է իր համար իրենց առողջությունը կյանքը տված կամ վտանգած մարդկանց, որոնց մի մասը միջև հիմա բանտում է 10 տարեանց։ Դե քանի որ ունենք ինչ ունենք, որովհետև սենց է ցանկացած գործողություն բերում է իր հետևանքները։ Ցանկացած։ Չունեցանք անկախ պետություն, հիմա ունենք թրիփի պրոբլեմ։ Այո։ Կառավարությունը կդիմի սահմանադրական դատարան այս համաձայնագիրը օրինականացնելու համար, որը գտնվելու է մի մարդու ղեկավարության տակ, ռուս օլիգարխ, համատեղության կարգով Ամերիկայի քաղաքացի, որը ճիշտ ժամանակ ճիշտ մուծում է արել donation, փող Թրամփին իր երևակայական պրոյեկտի համար, որ ուզում է Սպիտակ տանը կառուցի պատահանդես, որը արգելում են իրեն ուղղակի սահմանադրում, որ դու չես կարա, սա քո տունն է, դու ստե Վարշավայում ես ապրում, ապուշ 2 տարի մնաս քեզ, մի քանի ամիս, սա քո տունը չի, դու չես կարա դες բանանես, բայց ինչ որ է, այդ պրոյեկտին չգիտենք ինչքան նվիրաբերած ռուս օլիգարխը, որ Ամերիկայի քաղաքացիան է, ինքն է տնօրինելու այս պրոյեկտը։ Հիմա արդյոք սա էր այն կետը, որտեղ եկան համաձայնության Ռուսաստանը, 2 թուրքական պետությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Չգիտեմ, բայց ենթադրում եմ այո, որ մասամբ դա կլինի նաեւ Պուտինի վերահսկողության տակ, որովհետեւ չի կարող մեկը լինի ռուսական օլիգարխ, նույնիսկ եթե դա Ամերիկայի քաղաքացի է։ Եվ սենց շատ պատահական չհայտնվի Թրամփի ուղեցնում եւ դառնալ շատ պատահական այս պրոյեկտի գլխի, ղեկավար։ Այսքան պատահականություններ չեն լինում ընդհանրապես։ Ես սպասում եմ, որ այս հարցով իրանք պետք է համաձայնության գան։ Եվ ամենայն հավանականությամբ հենց հավանականություն սա է, որ եկել են համաձայնության։ Եթե չլսենք ոչ մի առարկություն Ռուսաստանի կողմից, այս պրոյեկտի նկատմամբ ոչ մի Զախարովան չղժղժա էս ինչ է կանում, ոչ մի թրիփ, ոչ մի բան, սա մեր միջանցքն է FSB-ի տակ պետք է լինի, ուրեմն իմացեք, FSB-ի տակ չի լինում, բայց լինում է իրանց ներկայացուցիչի կոնտրոլի տակ։ Դե իհարկե կարծում եմ այս առիթով Եվրոպա գոռացող Արամ Սարգսյաններն ու մնացած աղբամանները պետք է գնան առնվազն գոնե ինքնասպան լինեն, որ ինչքան ուզեցան փախնել Ռուսաստանից, այնքան Նիկոլ Փաշինյանը իրենց ավելի խորը մտցրեց այնտեղ եւ այնքան խորն է մտցրել, որ չի կարողանում անել։ Ընդ որում այս ամեն ինչից օգուտ չկա Հայաստանին, որովհետեւ նախկինում մենք խորը մտած էինք
Բայց ինչ որ օգուտներ կար։ Ասի գյուղացին բերք էր ծախում, կանաչի աճեցնողը կանաչին էր վաճառում, ծաղիկ աճեցնողը ծաղիկը, ձուկ աճեցնողը դե ձուկը, կանյակ, գինի եւ այլն։ Այսօր ոչինչ չկա վնասից բացի։ Ես կարծեմ ճիշտ ժամանակն է, որ օրինակ Բաբաջանյան, Սարգսյան, Շիրիմյան բան գնան բռնեն ձեր Կիևյան մոստից շպրտեն իրաց ներքև։ Ինչ եք կարծում, կթողեն դե քայլել, թե դա էլ է արգելված։ Եթե գնաք տենակ տղեկ ընդ արգելված է, չեք կարող մտնել։ Հաղթանակի կամուրջը դեռ բաց է։ Ճիշտ է, տպավորություն օտես չի լինելու, գմփոց այդքան չի տարածվի, բայց արդյունքի իմաստով նույնն է լինելու։ Մի վարանեք, ձեր բռնում եք ու վազում եք դեպի հաղթանակի կամուրջը։ Իհարկե սա մենք կտեսնենք, եթե դրանցից որևէ մեկի մեջ գոնե կես արժանապատվություն ունենես, կես մատի կամ մանանեխի հատիկի չա, բայց քանի որ իհարկե դուք եք հասկանում, որ չկա, մենք այդ երանելի աղմուկը դպոցը չենք լսի, չենք լսի։ Գնանք առաջ, որ ոչ մեկ չկասկածի, որ այն ինչ որ ես ասում եմ, այդպես չի, մենք լսենք շանթին։ Նիկոլը ավելին է պատրաստ, մենակ աթորին մնա։ Դրա համար Պուտինը Նիկոլը Պուտինի ձեռ է տալի, ամեն ստորություն Նիկոլը պատրաստ է վնաս հաջորդի անի, մենակ թե Պուտինը իրան պահի իշխանության։ Պուտինն էլ ձեռ է տալի, որ վաղը ասի ախպեր, ես ինչ անեմ, դուք ձեր իշխանությունը։ Իսկան բան։ Պարս։ Սա սպարս բանաձև չի լինում։ Ես ասեմ, այս Թրամփի ուղի ձևը ավելի բանով կոպիտ կլուծեր Ռուսաստանը, կպարտադրեր FSB-ի ներկայությունը ընդդեմ, եթե այսօր մի քիչ ինքը բանով ուժեղ լիներ, մականոտ լիներ, բայց այսօր ինքը համարյա վերջի ստադիայում է։ Այն քարսկերը, որ կոչվում է պուտինիզմ, դա կոմունիզմի վերջի ստադիան է։ Հա, ինքը քանդել է այդ պետությունը հիմնահատակ։ Քանդել է, եւ սա երևի լավագույն իրանց ձեռքբերումն էր քաղաքական իմաստով, որ գոնե այս պրոյեկտը չկարողացան կասեցնել, չեղավ իրանց վերահսկողության տակ FSB-ի ձեռքով, բայց իրանց ներկայացուցիչներն են հենց գլխավոր դերում։ Սա այսօրվա հանգուցալուծում Պուտինի համար լավագույն ձեռքբերումն էր, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա։ Այս ամեն ինչին համաձայն չի Իրանը։ Այո, ասեմ ավելին, ինքը շատ համաձայն չի։ Իսկ եթե ավելի ճիշտ ասեմ, ինքը դեմ է։ Եվ ինչ անելու ստե Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը ստես իր այդ գեղացի չասեմ, թող ներեն էլի գյուղացիները, դա ուղղակի բառ չեմ կսում, սենց էժանակին, այ ռուսերեն անջում լավ, էսի դիշով կա պահվածքով, վարքագծով ես, ինքը կարողանալու է շրջանցի մի ձև Իրանին, ասիկ ինքը կարողանալու է անեն շրջանցի, որ Իրան ընդեղ էլ չլինի, կամ ասենք սահման չունենանք մենք Իրանի հետ, չի լինելու, դա մի հատ կոնկրետ ռեալ իրականություն է, որ ոչ մի ճիվաղային, ասենց ասեմ, գործունեության արդյունքում ինքը չի կարող դեից անհետանա։ Նորից կոչես անդիմությանը, որ սրա վրա պատերազմ լինելու։ Այս հարցը չի լուծվելու ոչ մի ձև։ Նիկոլը զոհաբերվելու է ծրագրի համար։ Աշխատեք Իրանի հետ, փոխանցեք հայ ժողովրդի, ինչ ասեմ, չասեմ ներողություն է սապուշի գործողությունների համար, բայց վերաբերմունքը պարսիկ ժողովրդի պարսկական պետության նկատմամբ, որ մեր վերաբերմունքը ձեր նկատմամբ թշնամական չի, Նիկոլինն է թշնամական, որովհետև իր համար մի հատ երազանք կա, մի հատ ծրագիր, ինչպես ասեց Շանթը, դա ամեն գնով իշխանության մնալն է։ Եթե դրա համար նույնիսկ պետք է Հայաստանը փուռ տալ, պատերազմի դաշտ սարքել Իրանի հետ պատերազմում, եւ ինքը դա անելու է։ Ինքը ամեն գնով անելու է, այսինքն այն ինչ որ հիմա ասում է ինքը, մտցնել է պրոյեկտը սահմանադրական դատարան, դա նշանակում է սահմանադրական դատարանի որոշման մակարդակի վրա պատերազմ հայտարարել Իրանին, սա դա է նշանակում։ Ընդ որում Իրանի հետ հիմա իրանք ինչ որ փոխապահ գործակցության պայմանագրի մշակման փուլում են։ Ես հիմա բաղը սպասում եմ Պարսկաստանի արձագանքին, թե դու այդ ինչ ես անում այդ։ Ախր քեզ ասեցին, չեմ մի արա։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դրա ինտելեկտուալ ունակությունները մտածելու, անալիզանելու մոտ են 0-ին, եթե չասեմ մինուս։
մինուս։ Եվ դա ցույց է տվել այս ամբողջ ընթացքը։ Բայց առաջ չընկնենք, եկեք քայլ առ քայլ գնանք։ Ես հիշեցնեմ երեք Հայաստանում էր այդ առիթով Իսրայելի ներկայացուցիչը։ Ճիշտ է, հիշում ենք, չէ՞։ Այսօր իրանք արդեն Ադրբեջանում են եւ իրանք չեն ներողություն։ Երեք Իսրայելի ներկայացուցիչներ Հայաստանում, այսօր Պաղեստինի ներկայացուցիչն է։ Պաղեստինի ներկայացուցիչն է Ադրբեջանում եւ Ադրբեջանը լիարժեք աջակցում է Պաղեստինին, ճանաչում է նրա ինքնիշխանությունը, մի խոսքով։ Պարզ այս ձևաչափի մեջ հայտարարելով դիվանագիտական պատերազմ Իսրայելին։ Սիմերտ ինչ-որ անհասկանալի ռեբուս է, էլի։ Անհասկանալի ռեբուս է։ Ինքը ուզում է Զանգեզուրի միջանցք, որը իրականանում է բացառապես Իսրայելի ջանքերով։ Բացառապես։ Թե չէ այդ երկու պետությունները չեն կարող անել։ Ու միևնույն ժամանակ ինքը խփում է թիկունքից Իսրայելի։ Այն որ Զանգեզուրի միջանցքը չի լինելու, դա իմ համոզմունքն է։ Որովհետև մտածում Իրանը չի թողելու, բայց սա կարող է նաև ուրիշ ձև լուծվի, որ այս ծրագրի ստոպը սեղմի հենց Իսրայելը։ Հենց այս գործողությունների պատճառով։ Հասուն ինչ է դուրս գալի։ Թուրքիան հայտարարում է իրան թշնամի, Ադրբեջանը կատարում է թշնամական գործողություններ, միևնույն ժամանակ մատակարարում է գազ եւ բենզին, նավթ Իսրայելին։ Էլի հանգամանքներ կա, բայց ընթացքում գնանք, հա, ընթացքում ես ձեզ տեղեկացնել եմ։ Մինչ այդ Ադրբեջանը շարունակում է խոսել ցեղասպանության մասին։ Ընդ որում ասեմ, հիշեցնեմ, որ Փաշինյան Նիկոլն է հրաժարվել Հայաստանի ցեղասպանությունից, չէ՞։ Նույնիսկ դրա մասին խոսալը ինքը համարում է դրա զենքայնացնում, հիշում եք։ Բայց Ալիևն է դրա մասին խոսում։ Ուրեմն տեսեք, աշխարհը ճանաչված հայոց ցեղասպանության մասին Նիկոլը չի ուզում, որ մեկը խոսա։ Որովհետև ինքը խաղաղության է գնում, բայց Ալիևը խոսում է ինչ որ խոջալուի ցեղասպանության մասին։ Of course, we will never forget what Armenians did to our people. How Իհարկե մենք երբեք չենք մոռանալու հայերը մեր ժողովրդի they destroyed our cities, how they killed innocent women ոնց են քանդել մեր քաղաքները, ոնց են սպանել անմեղ and մարդկանց։ children, committed genocide in Khojaly. Ցեղասպանությունն We will իրականացնել never խոջալուի։ forget it. Մենք երբեք չենք մոռանալու։ Չէ։ Խաղաղություն են գնում։ Ու ինքը սա պատրաստ է մոռանալ, եթե Հայաստանի Հանրապետությունը փոխի իր սահմանադրությունը եւ հրաժարվի ամեն ինչից։ Այն ինչ են օրինական պատկանում է։ Փաստորեն այդ Հայաստանը հրաժարվում է պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունից ու դա չի ուզում, որ մեկը շանտաժանի օգտագործի Թուրքիայի դեմ։ Ալիևը չեղած ցեղասպանությունը սարքում է շանտաժի գործիք, որ Փաշինյան Նիկոլը ջնջի սահմանադրությունը գրի ըստ սահմանադրություն ըստ Ալիևի։ Պատկերացրեցիք ինչ է կատարվում։ Ես սրան համաձայն են Նիկոլ ընտրողները։ Իմջալոս Նիկոլ Փաշինյան ընտրողներ։ Ես ամեն օրվա ռեժիմով ձեզ հիշեցնում եմ, որ դուք հանցագործ եք։ Սա ոչ թե քաղաքական գնահատական ընդամենը փաստերով, որովհետև դուք համաձայնություն եք տվել այս ամեն ինչին։ Կապ չունի, որ դա եղել է հունիսի 7-ին։ Դուք հունիսի 7-ին իրեն համաձայնություն եք տվել, որ ինքը անի այն ամեն ինչը, ինչ որ հիմա ինքը անում է։ Ու ինքը օր չկա, որ հանցագործություն չանի։ Ես ձեզ ամեն օր հիշեցնելու եմ դրա մասին։ Այնպես որ մի նեղվեք իմ անընդհատ այդ մասին խոսալուց։ Այս մասին ասում է նաև Հեքմեթ Հաջիևը, Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից նոր սահմանադրության ընդունելով։ Այնպես որ այն որ Ալիևը պատրաստ է մոռանալ այդ ամեն ինչը, Հաջիևն ասում է ինչի դիմաց։ Բոլորս հիշում ենք Հարավկովկասյան երկաթուղու մասին այս պատմությունները, հիշում եք, որ Հայաստանը սպառնում էր, որ դա կտա երրորդ երկրի եւ չեղարկի պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Հիշում եք, չէ՞։
Հիմա ոչ միայն չի տալի, ու ոչ միայն չի պետականացնում, ազգայնացնում, այլ իրանց է տալի 65.2 միլիոն դրամի սուբսիդիա։ Լավ է։ Մենք հիմա պաստորեն Հայաստանի բյուջեով, Հայաստանի հպարտ հարկատուն նաև վճարում է ռուսական թալանի դիմաց։ Այս ամբողջը ես որ ասում եմ ինչ սա որ գրմռում է ստեղ ընդեղ 0 կոպեկի արժեք ունի, վերջում այդ գրմռոցի գինը տալու է իրան ընտրող հպարտ հարկատուն։ Մտածում եք թե չափազանցնում եմ։ Ես ոչինչ չեմ չափազանցնում։ Ուղղակի դուք պետք է հասկանաք մի բան։ Սողալու սովորը կյանքում չի թռնում։ Չի թռնում, ու նա չգիտի նույնիսկ ինչա թռնելը։ Ասեմ ավելին ինքը ատում է բոլորին, ովքեր գիտեն ինչա թռնելը եւ թռնում են։ Սողալով ամբողջ կյանքը ապրած Նիկոլը չէր կարող Հարավ Կովկասյան հարցերը, այս երկաթուղու հարցը այլ ձև լուծել, քան մի բաներ ինքը ոչ միայն չազգայնացրեց, ոչ միայն երրորդ երկրի չվերցրեց այդ կոնսենսիոն կառավարումը, այլ իր հպարտ քաղաքացու փողերից 65.2 միլիոն տվեց որպես սուբսիդիա։ Այսինքն Ռուսաստանը ոչ միայն ներդրումներ չի տվել, չի արել ինչ որ խոստացել է, հա։ Ոչ միայն դրա համար տուգանքներ չի վճարում, այլ հələ Հայաստանն է իրան փող տալիս։ Լավ է Ռուսաստանից փախնող Նիկոլ ընտրողներ, դուք հասկանում եք դուք ում եք ընտրել։ Դուք հասկանում եք, որ ինքը ձեզ վերաբերվում է որպես վերջին ավանակի։ Դուք եք դա թույլ տվել։ Դուք եք դա թույլ տվել, բահո չեն գնալու ռուսի ստուդուկ դառնանք, հա, չես գնում։ Չէ, դու չես։ Դու ուղղակի ռուսի ստուդուկ ես, քեզ չեն ասում երևի, կամ դու չգիտեր կամ չէր ուզում դրա հավատալ։ Հիմա ասեմ, դու ոչ միայն ռուսի ստուդուկ ես կարգավիճակով, հիմա նաև դու քո գրպանից վճարում ես դրա համար։ Ված չի լինի դու այս մասին իմանաս։ Ես ամեն օր հիշացնելու եմ ձեր արածը եւ ձեր կարգավիճակը։ Հիմա գանք Հայաստան։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընտրությունները կապարակնքվել են վալյուտային գործողություններ մի խոսքով իբր գույքագրում։ Արդյունքում ունենք 15,000 մարդ, որոնք զրկվել են աշխատանքից։ 15,000 մարդ։ Զուգահեռ պետականացվում է երկու շենք, այսինքն մեկ հիմնարկություն, մեկ շենք։ Մեկը տրվում է Երևանի քաղաքապետարանին, մյուսը ցեմենտի գործարանը անցնում է Հայաստանի կառավարությանը, ինչպես էլեկտրական ցանցերը։ Այսպիսի բան արել են բոլշևիկները 17 թվականին եւ արել են հենց այն ժամանակվա ամենաանկիրթ, ամենաանդաստիարակ, ամենաանգրագետ շերտի վրա ենվելով։ Սա պատմական ճշմարտությունն է։ Մեկ էլ այն շերտի վրա, որոնք այնքան ոգևորված էին հեղափոխական գաղափարներով, որ չէին տենում ինչա կատարվում։ Իհարկե շատ, ասենց ասեմ, շատ անակնկալ իրանք տեսան արդյունքի ինչա։ Մի մասը դարձավ դրա հետևորդ, մի մասն էլ անակնկալ եկած վիճակում գնդակահարվեց, ով էլ հասցրեց փախավ Գերմանիա, այն հայտնի փիլիսոփաների շոկեքարշներով, շոկենավերով կներեք, առախոտներով, շոկենավադա հայրեն։ Սենց սեփականազրկում արել են մեկ էլ բոլշևիկները։ Տեսեք, երևի մարդկա ծափատալիս են, անպայման կլինեն, որ տեղին ասայան, այ։ Այս ծապտվողները եւս մեկ անգամ փաստում են, որ իրանք ոչ միայն իրավագիտություն չունեն էլի։ Որովհետեւ եթե Գագիկ Ծառուկյանը հանցագործ է, չէր կարող պարզվել 8 տարի անց։ Իսկ իրան երբ որ Նիկոլ Փաշինյանին հարցնում են Ալեն Սիմոնյանին, արա ինչ եղավ, Գագիկ Ծառուկյանը ո՞նց կարող է, դուք ինքնաբերում հիմա ձեզ սարքում իշխանություն, կոալիցիա եք կազմում, ասում են, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չի, նա գործարար տղա է, շատ հաջող գործարար տղա է։ Սա 18 թվականի իրենց պատասխանն է։ Մեկ էլ մի օրվա մեջ 8 տարի հետո նա դառնում է հանցագործ։ Դուք հասկացեք, սա ծապտվողներ։ Նշանակում է 8 տարի դուք եք եղել հանցագործ, որ դուք հանցագործին ասել եք ինքը հանցագործ չի։ Երկրորդը, եթե միտեղ մի երկրում 8 տարի հետո կարան ասեն, չէ, նա հանցագործ էր, նշանակում է այս երկրում չկա օրենք։
Այս երկրում սահմանադրության երաշխավորը, որը Հայաստանի առաջի դեմքն է, վարչապետն է, հիմա առաջ նախագահն էր։ Ինքը հանցագործը, որ չի իրականացրել օրենքով նախատեսված միջոցառումները։ Ու հիմա ընտրական այս հոլբոյից հետո դնել այս վիճակին, այն էլ անօրինական։ Լրիվ անօրինական, դուք չեք կարող մարդու հիմնարկները բոլորը փակել, 15000 մարդու թողել անաշխատունակ, առանց աշխատանքի։ Սպորտին տված վնասների մասին առանձին եմ խոսալու։ Եվ փակել, վերցնել, խլել իր հիմնարկը, խլել ու պետականացնել։ Միշտ դուք խոսում եք երկաթգծի պետականացնելու մասին։ Հիմա Ծառուկյան Գագոյի հիմնարկն եք պետականացնում։ Իհարկե դեռ ոսկա դուք ռուսական հիմնարկի կապնեք, ձեր փոշին չի մնա, այսինքն փոշին չի մնա։ Ճիշտ է, ձեզ վստահող տղեն գիտի, որ ինքը ձեզ տանում է, բան, Եվրոպա, բայց ինքը չի հասկանում, որ ձեզանով է վճարում իր մնալու գինը։ Հիմա Ծառուկյան Գագոյի մասով փաստ ուղղակի արձանագրենք, որ բոլշևիզմը օրենքին չէ ենթարկվում։ Բոլշևիզմը ենթարկում է իր ստեղծած խաղի կանոններին։ Ում ինձ պետքա, ինչքան պետքա կարամ խլեմ, ում պետքա կարող եմ գնդակահարել, ում պետքա կարող եմ նստացնել, ում պետքա կարող եմ արդարացնել։ Հիմա այս բոլշևիզմի այսօրվա կարգավիճակով ամենաշատը պետքա դողան Նիկոլի օլիգարխները, եւ ոչ միայն Նիկոլի օլիգարխները, բոլոր նրանք, ովքեր ունեն մի քիչ ավելի շատ, քան հասարակ մարդը։ Որովհետև Հայաստանում չի աշխատում օրենքը, Հայաստանում աշխատում է Նիկոլի կամքը։ Եվ այսօրվա բոլոր ծափտավորները ծափ են տալիս դրանց։ Այսօրվա բոլոր օլիգարխները, որոնք ենթարկվում են այս խաղի կանոններին, իրենք շատ լավ հասկանում են, որ իրանց ունեցած ապահովագրված է ոչ թե օրենքով, այլ Նիկոլի կամքով, որը կարող է վաղը չլինի, իսկ վաղը չի լինելու, որովհետև Նիկոլի նպատակը այս երկիրը պահելու զարգացնելը չի։ Որտեղ այդ տնտեսական քաղաքականությունը ինքը հիմա որ իրականացնում է, մենք երեք դա մասին խոսացել ենք, այսօր ենք խոսալու, դա վկայում է մի բանի մասին։ Սա երկիրը տանում է բանկրոտի ուղղակի։ Սա դառնում է բանկրոտ երկիր։ Սա է վկայում։ Իսկ բանկրոտ երկիր նշանակում է, որ պետք է չլինեն բիզնեսներ, չպիտի լինի ոչ մի բան։ Եվ ձեր ամբողջ ունեցվածքը, որը գտնում է Հայաստանում, վտանգի տակ։ Ու դրա տնօրինելու իրավունքը տրված չի ձեզ, որովհետև դուք սեփականության վկայական ունեք, ասենք մի բանի, չէ։ Ծառուկյան Գագոներ ուներ, Սամվել Կարապետյաններ ուներ, չէ, դա տրված է Նիկոլին, որովհետև դուք եք ընտրել այդ խաղի կանոնները ու դուք հիմա լուր հետևում եք։ Լուր հետևում եք այդ ամեն ինչին, որովհետև ժամանակին էլ Ծառուկյան Գագոնն էր հետևում լուր այս ամեն ինչին։ Այո։ Չէ՞ ինքն էլ լուր հետևել այս ամեն ինչին։ Դուք նայեք, թե իրենք ոնց են սնանկացնում ձեզանից մեկին։ Ընդ որում էս պահը ամենաշատը գիտեք որն է, հետաքրքիր։ Էլի Ծառուկյան Գագոն մենակ է։ Իր բոլոր բարեկամները, ասեմ իր երկու խնամիները, մեկը Գրզոնը, մեկը բանը, Հովիկ Աբրահամյանը, ուրացել են, փուրն են տվել այս մարդուն։ Դուք հասկանում եք, դուք ինչ կենթանի եք արվում։ Որա դուք ոնց կարաք բոլորդ իրար կենաց խմեք ու իրար ուրանա, իրար ուռը տակ։ Բայց կյանքը կյանք, հա։ Դուք հասկանում եք, չէ, որ դուք այսքան մարդու հետ շփվում եք, դուք չգիտեք արա ձեզ ով է ի սրտե բարև տալի, ուղղակի Ծառուկյան Գագո լինելու համար է։ Դուք չունեք այդ մարդիկ։ Ով ձեր կողքը կա, հիմա կարաք տենաք։ Հիմա, երբ որ դուք արդեն ընդամենը մի հատ հիշողություն եք եւ ձեր ունեցածը խլում են ձեր ձեռքից։ Ով է ձեր կողքը։ Այն նրանք չեն, որ ձեր սեղանի շուրջն էին։ Այս սա է ամենահետաքրքիրը։ Սա վերաբերվում է այսօրվա բոլոր քաղաքական, ասենց ասեմ, այս կապիկներին, որոնք այսօր երկիրն են ղեկավարում։ Ամբողջ ԿՊ-ն, ամբողջ, բաղը, ել եմ ասում, մի նայեք ձեր սեղանի նովա նստած։ Դուք վաղը հայտնվել եք բանտում եւ այդ ժամանակ կտեսնեք ով է ձեզանով հետաքրքրված։ Եթե Ծառուկյան Գագոյի մասով էլի մարդիկ կան ինչ որ հետաքրքրված, որոնք իրաց սեղանակիցները չեն, սա հետաքրքիր փաստ է։ Դուք եթե չեք ունենալու։ Ժանրի կանոններն է դա։ Դուք չունեք այդ մարդը, որին դուք բարև եք տալի, ինքն էլ ձեզ ժպտում է, որովհետև դուք եք, չէ։ Դուք չունեք, դուք զուրկ եք դրանից։ Ձեզ չեն սիրում դրա համար, ձեզ չեն բարևում դրա համար, դուք ընդհանրապես
Ընդհանրապես այսօրվա իմաստով այդ ապրանք եք, որ այսօր ինչ որ դեր է իրականացնում։ Մարդ, որ ասոցացում ընդամենը այսօրվա գործառույթ իրականացնող ապրանք, ավել ոչինչ։ Դե ինչքանով հաճելի այդ գաղափարով ապրելը, հետև դա ձեր որոշելիքն է։ Իսկ Սամվել Ալեքսանյանի մեքենաները տուգանել են, տանել են հրապարակ։ Սամվել, ես քեզ երեք եմ ասում, չէ՞։ Այսօր մեքենաները են տանել տուգանալ հրապարակ, վաղը քեզ են տանելու տուգանային հրապարակ։ Ու դու էլ ես հասկանում, չէ՞, որ դու ոչ օրենքով կարաս մեքենաները թե ուզես, ոչ էլ օրենքով են տարել։ Այսինքն դու էլ հասկանում ես, որ դու օրենքով ոչ մի բան չես կարող անել։ Պատկերացնում եք, ինչ կարող է լինի ավելի անօգնական վիճակ, քան երբ որ դու չգիտես ինչից բռնվես։ Երբ որ դու ունես շատ փող, վաղը կարող է դա դեր չխաղա։ Ու հետո պարզվի այդ փողն էլ քոնը չի։ Հա, տղեկ, որտեղ դուք եք ստեղծել այդ վիճակը։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ուրախանում են այս վիճակով, դե ես արդեն ասեցի։ Դա ուղեղի նշան չի, դա ուղեղի բացակայության նշան է։ Հիմա լսենք։ Ինչ ասեմ, երեխեքին հանեկցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումների։ Ինչ անում է պետությունը։ Պետությունը ցույց է տալի, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց որ նայում ենք ուրիշ տեսանկյունից ժողովրդի շահերը չի պաշտպանում։ Ժողովրդին երեխեքին հանել են գցել են քուչեքը, անձնական հարցերով մարդկանց հետ ազնական հարցեր ունեն Օլիմպիադան են փակում։ Իմաստը ո՞րն Օլիմպիադանը փակելու։ Մի օր, երկու օր ձեր գործողությունը արեք, ապօրինի բանեք, թե հարց չկա, պետությունն ապտի օրենքը պահի։ Մտել եք ձեր գործողությունը արել եք, դուրս եկեք։ Ինչ ձևականություն եք անում, փակել եք Օլիմպիադանը։ Ինչ պետք է գտնեք։ Ինչ պետք է գտնեիք, երևի գտել եք կամ էլ չեք գտել։ Հիմա երեխեքին խեք սպեցիալի հանեկցեք քուչեքը։ Ողքից են տպավորությունն է, որ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը ուրիշ երկրներում բարձրանա, որովհետև այս երեխեքը պետք է գնան ուրիշ երկիր մեր հայկական դրոշը բարձրացնեն, բայց երեխեքը եկել են փողոցում են պարապում, հիմա վստահ ենք, որ գալու են ասեն փողոցից էլ դուրս եկեք։ Այսինքն ամեն ինչ անում են, որ երեխեքը սպորտսմեն չդառնան, մեր դրոշը չբարձրացնեն։ Սպորտը դա դաստիարակություն է։ Եթե յուրաքանչյուր մարդ լինի սպորտսմեն, հանցագործություններ չի լինի, որը որ Հայաստանում ամենաշատն է, փողոցում ինչքան լկտիություն, լպիժություն ասես տենում ենք, հանում են իրար, սպանում են, դանակով են խփում, կրակում են իրար վրա, դա սպորտի բացակայությունն է։ Իսկ այսօր ինչ պետք է անեն, ամեն ինչ անեն, որ սպորտսմեններին հովանավորեն, դուխ տան, չհիասթափեն, ու մեզ երեխեքը կհիասթափեն հեսա, կասեն էս ինչ է։ Վաղը մյուս օրը թողեն էս երկրից կեթան, այդ իրանց ուզածը։ Էսի ես պրոստը քաղաքականության մեջ կյանքում չեմ եղել, չեմ էլ ուզում լինեմ, բայց այնքան արդեն հոգուս ասա, որ պատրաստ եմ ամեն ինչի մեջ ընկնեմ, մենակ թե այս երեխեքի ապագան նորմալ լինի։ Այս ժողովրդի ճակատագիրը էս ինչ են անում, էսի կոնկրետ անօրինություն է։ Այո, եղբայրս։ Այո, սա անօրինություն է։ Եվ մասամբ նաև նրա պատճառով, որ մենք չենք ուզում քաղաքականությունով զբաղվել։ Տենց է։ Միջև մեր դուրը չի ծեծում, միջև մենք չենք դառնում այդ քաղաքականության զոհը։ Դու անձնական խնդիր ունես մարդու հետ։ Գնա քո անձնական խնդիրները պարզ դու ինչի ես իմ ազգային անվտանգության աշխատողներին, իմ ոստիկանության աշխատողներին, ինչի ես ուղարկում քո անձնական շահի համար։ Կամ խոսքը եկել է ասեմ, այն մարդու տուն մտել են 8 հատ եկեղեցի ասարքի այդ մարդը։ Ես այդ մարդուն անձամբ չեմ էլ ճանաչում, բայց ես գիտեմ իր արածները։ Այդ մարդու տուն մտել եք, այդ ինչ ձև եք մտել։ Ինչ եք մարդուն իր տան մեջ տալի գետնին։ Այդ մարդը ոչ զենքով է եկել ձեր վրա, ոչ իր ախրանաներով է եկել ձեր վրա։ Նորմալ դիմավորել է, երևում է, նկարել եք, գցել եք, ասենք սայթ, որ ինչ եք ուզում դրանով ասեք։ Դուք կնես պետք է անեք ԱԱԾ-ի համազգեստը հարգեն մարդիկ։ Ոչ։ Նիկոլին պետք չի, որ ինչ-որ մի բանին հարգեն, ընել ԱԱԾ-ի։ Նիկոլին պետք է որ բոլորը իրար ատեն։ Որովհետև միակ բանը, որ կարողացել է Նիկոլը անել այս ընթացքում, ատելության սերմացումն է ու ատելության գրադուսի բարձրացումը միջև աներևակայելի աստիճան։ Չէ՞ որ ես ամբողջ օրը եթերում եմ համարյա։ Չէ՞ որ ինձ կարելի է տեսնել բոլոր տեղ YouTube, Instagram, TikTok, Facebook։ Չէ՞ որ ես այդ ատելության գրադուսի ես զգում եմ բոլոր տեղ, ասես գալիս է, տակ կպնում է ինձ։ Ես հո տեղյակ եմ այդ ամեն ինչի։ Մի բան, որ երբեք չի եղել առաջ, 8 տարի չի եղել։ 8 տարի առաջ չկար։ Քաղաքական խնդիրները կային նույն չափ, քաղաքական խնդիրներ կային նույն չափ։ Բայց այս շերտը չկար, այս ատելության գրադուսը չկար։ Այն ժամանակ բոլորը միասին ատում էին իշխանությանը։ Իսկ իշխանության պաշտպանները հասկանում են, որ իրանք ատելու բան են, ուղղակի իրենց գործն էր։ Հա, իրանք հասկանում էին, որ իրանք ատելու ենթակա են։ Ու
առանձնապես մեծ ամբիցիաներ չունեին խոսալու, արտահանալու։ Լուր վայելում էին իրենց նկատմամբ ատելությունը։ Ու իշխանական այն առավելությունը, որ իրանք դրա դիմաց ստանում են, այսքան բան։ Իսկ հիմա փոխվել է։ Իսկ հիմա փոխվել, այո, Նիկոլին պետք չի որ ԱԱՑ կամ ոստիկանին սիրեն։ Հա։ Ինչքան շատ ատեն մարդիկ իրար հասարակության մեջ, այնքան ինքը ավելի բավարարված ազգում, հասկացեք, դա այն էներգիան է, այն ոլորտն է, որտեղ ինքը անելիք ու ասելիք ունի։ Եթե միտեղ չկա ատելություն, Նիկոլ ընդեղ անելիք չունի։ Ինքը կառուցող չի, ինքը քաղաքական գործիչ չի, ինքը տնտեսագետ չի, ինքը արվեստի ներկայացուցիչ չի, ինքը ոչ մի բան է, ինքը զգում է միայն իրան օգտակար այնտեղ եւ ուժեղ, որտեղ ատելություն կա։ Այն էլ ինչ-որ իրականացնում է դա։ Իսկ արդյունքում ովքեր են տուժում երեխեքը։ Երեխեքը։ Ու դա թքած ունի, սպորտսմեններ կլինեն թե չեն լինի։ Ավելավ, հայը թուրքին չի հաղթի եւ չենք գրի հայը հաղթեց թուրքին, որից ինքը նեղվում է։ Ինքը չի նեղվում, որ իրեն ասում են թուրք, բայց ինքը նեղվում է, որ հայը թուրքին հաղթում է։ Եվ ցավալ ամեն ինչ կանի, որ ամեն ինչ փակվի։ Ամեն ինչ։ Չեք զգում տրամաբանությունը ուրա գնում բա։ Նիկոլ Անտոնովիչ, սա ձեր ձեռքով է արվում։ Ու ձեր համար պետք է հապարտ լինեք դուք։ Դուք հապարտ քաղաքացիներ եք։ Հոկտեմբերի 9-ին էր գլխավոր դատախազությունը հայցադիմում ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը, Multi-Avtotranс-ը, Onera Club-ը եւ այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ։ 105 միլիարդ ինչ թիվ եք հաշվել։ 105 միլիարդ, այսինքն այսքանից բացի Ծառուկյան Գագոն 105 միլիարդ թաքցրել է։ Հասկանում եք ինչ թիվ է ժողովուրդ։ Ինչ էլ ասեմ, կառավարությունը հաստատել է իրան պաշտպանության ֆոնդ 5 միլիարդ դրամ։ Ինքը իրան պետք է պաշտպանցի։ Քազ ձեր որ դուք աշխատանք չունեք, որ դուք եկամուտ չունեք, դուք ի՞նչ կապ ունեք այս բան։ Դուք պարտավոր եք իրան ընտրել, ինքը պարտավոր է դրա դիմաց, ինքը իրան պաշտպանցել։ Դա դուք եք ընտրել, որ պետք է հանդուրժեք։ Հիմա Գագոյի 105 միլիարդի։ Այս տեսարանները գիտեք ինչ ասեց։ Տուշանկո օպերացիան հիշում եք։ Մամելին սպանելուց առաջ։ Մեքենաներն էին նկարած ցույց տալի տները, ինքեքը։ Այս այա ցույց տալիս։ Գրեզո, դու պակաս ավտոպարկ չունես հաստատ, լվիկ դու էլ պակաս ավտոպարկ չունեք։ Պատրաստ եք։ Կամ արագ ծախեք, դրան գրանցեք ուրիշ մարդկանց անուններով։ Կամ պատրաստվեք, նախորդ նկարեք դրեք ընդ, որ դուք են պարկեք գետնին, մեկը պարկասնելու է, նկարելու է, հետո էլ ասի, «Ահա, պարզվեց էս էլ է մեր թշնամին»։ Որովհետև ինքը կարա այսօր ասի մեր ընկերն այն օլիգարխ չի, վաղը ասի ազգի թշնամի է, ու 105 միլիարդ բան, դրամ ինքը պարտքա պետությանը։ 105 միլիարդ դրամ 8 տարի պարտքա եղել։ Այդ պարտքը չէր կարող մեկ ամսվա մեջ գոյանալ։ Չկա։ Բայց Նիկոլի իշխանությանը մեջ ամեն ինչ հնարավոր է։ Ծափ տվեք բոլշևիկներ։ Մենք այս ճանապարհը արդեն անցել ենք, հետևանքներն էլ տեսել ենք։ Ով ուղեղ ունի, տեսնում հասկանում է, ով չէ, ծափա տալիս։ Դուրս է գալի Հայաստանում ոչ թե տնտեսություն է զարգացնում, այլ տնտեսությունը քանդում է։ Ներկա պահին Հայաստանում քանի հատ գործարաններ կա, որ այս պահին փակ է։ Կարող եք ասել, ոչ, 15000 աշխատող այս պահին ոչ աշխատում է կամ։ Դուրս է գալի, որ տնտեսությունը քանդվում է։ Ուղղակի մեր կառավարության, մեր վարչապետի խնդրանքը բացեն գործարանները աշխատեն, աշխատողները կապ չունեն քաղաքականության հետ։ Դուրս է գալի։ Աշխատողները կապ չունեն քաղաքականության հետ, բայց տնտեսությունը դա հենց քաղաքականությունն է։ Առողջ տնտեսությունը դա պետության ողնաշարն է։ Իրենց առողջ տնտեսություն պետք չի։ Իրենց քանդած տնտեսությունն է պետք, որ երկիրը կարողանան հեշտ վաճառեն։ Դիմադրողականություն չլինի։ Սա է իրանց պետք։ Էս են անում։ Ես արդեն որերորդ օրն է պնդում եմ եւ փաստերով ցույց եմ տալի, որ ամեն ինչ գնում է սրան։
զուգահեռ ամեն օր կրակոցներ։ Հիմա էլ լոռու մարզում կան վիրավորներ։ Ամեն օր, այսինքն օր չկա, որ Հայաստանում լկտի, ենել զենքով հանցագործություններ չունեն։ Օր չկա։ Ես ասել եմ սա ինչի հետևանքը։ Սրանք բոլորը իրավունքներ ունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը սրանց ձեռքով է եկել իշխանության։ Ոչ միայն այն մարդկանց, որ դավաճանել ուրացել են իրենց երկիրն ու երեխեքին, այլ նաև հանցագործ աշխարհի։ Հանցագործ աշխարհ է, ոչ թե գողական աշխարհի։ Գողական աշխարհի ներկայացուցիչներն ասացին Նիկոլ ընտրել չկա ու դրանց տարան փակեցին։ Իսկ հանցագործ բանդիտ աշխարհը ապահովեց Նիկոլին իշխանության վերարտադրման պահով։ Հիմա էլ պարտքերն է վերադարձնում։ Հիմա էլ հաշիվներ են մաքրում։ Նոր ազդեցության ոլորտներ, մի խոսքով, էական չի, արդեն ինչի համար իրան սպանում։ Բայց սա Հայաստանը, սա Նիկոլի Հայաստանն է։ Հիմա տեսնենք մեր շուրջը ինչ է կատարվում։ Այն որ ասեցի մենք դա մասին դեռ խոսանք։ Եվ այսպես Իսրայելի ներկայացուցիչը գալիս Հայաստան, ասում է մենք ձեզ կօգնենք քաղաքապաշտպանության ոլորտում, որտեղ ձեզ ամենայն հավանականությամբ սպասում է պատերազմ, եւ միառնույն ժամանակ բանը գնում է Պաղեստինի ներկայացուցիչը Ադրբեջան Ալիևը անձամբ ընդունում։ Հիշեցնեմ, Իսրայելի ներկայացուցիչին ընդունել էր փոխարկուս նախարարը, այնտեղ Ալիևն է։ Դե Նիկոլ Արցակուրտի մեջ է, Արարատ Միրզոյանի հետ, ավելի կարևոր գործեր ունեն։ Ու այս վիճակին հիշում եք, չէ, երեք էլ ասեցի, որ Թրամփի կուսակցությունը ամբողջությամբ քվեարկել է, որպեսզի Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը միանան իրար, որը նշանակում էր կատաստրոֆա Հայաստանի համար, այսինքն Իրանի համար։ Եթե Իրանի համար կատաստրոֆա է, դա կատաստրոֆա է նաև Հայաստանի համար։ Ու Թրամփի ամբողջ կուսակցությունը քվեարկել էր այս օրենքի օգտին։ Բայց վերջական խոսքը սենատինն էր, եւ սենատի դեմոկրատները մերժեցին։ Ավելին, մերժեցին նաև 1.5 տրիլիոն բանը բյուջեն տրամադրված ռազմական գործողությունների համար։ Ինքը որ սենց ասեմ, չպլանավորված ռազմական գործողությունների համար, դա պատերազմն է։ Մերժել, այսինքն այս ծրագիրը խափանեց սենատը, ոչ միայն հիմա Իսրայել-Ամերիկայի զորքերը չեն կարող միանալ իրար, այլև լրացուցիչ ծախսերի համար Դոնալդ Թրամփը այլևս փող չունի։ Իսկ սա փոխեց ամբողջ ընթացքը, նաև սա։ Հիմա նայեք սա ինչ է։ Սա ամոթ եւ հեռացիր խոսքերն են ուղված Նետանյահուին Կնեսետում։ Ինչա, Կնեսետը մերժում է։ Իհարկե ոչ ամբողջությամբ, դեռ ընտրություններ կա Չեվում, դեռ հաշ չեն, համերաշխ չեն։ Չեղավ ծրագիրը ամերիկյան զորքերը միացնել Իսրայելին եւ Նետանյահուն փաստորեն չեղարկեց իր այցելությունը Վաշինգտոն։ Պետք է շաբաթ ամիր այցելել Վաշինգտոն ինչ որ բաների շուրջ երևի բնականաբար Իրանի շուրջ պատերազմի հետ կապված հարցերի քննարկելու համար։ Նետանյահուն մնացել է մենակ, մղվել է անկյուն։ Ամերիկայում չունի աջակցություն, տեղում չունի աջակցություն։ Ամենայն հավանականությամբ 99.9% ինքը հոկտեմբերի 27-ին նշանակված ընտրություններում ինքը ուղղակի պարտվելու է։ Եթե միջև դա չբացվեց այդ Թրամփի ուղի կոչվածը, ամենայն հավանականությամբ դա չի կարող բացվել, ուրեմն դրանից հետո չի բացվի, որովհետև նոր ոչ նետանյահուական պարլամենտը ինքը չի գալու քիթը մտցնի Հարավային Կովկաս Իրանի դեմ պատերազմ մղելու համար։ Իմաստ չկա։ Իսկ թե ինչու է Փաշինյան Նիկոլը արագ այս ամեն ինչը ամենաբարձր մակարդակների վրա վավերացնում, որ
Հայաստանի պետությունը ունենա իր վրա միջազգային պարտավորվածություն։ Միջազգային է, ընդ որում այս մասով ոչ բան չի անում Ադրբեջանը, բացարձակապես նստած սպասում։ Իսկ Հայաստանը վերցնում ամենաբարձր մակարդակի վրա, սահմանադրական դատարան, հետո պարլամենտ, կառավարություն, ամենաբարձր մակարդակի վրա վերցնում է պարտավորվածություն։ Այսինքն վաղը ցանկացած երկիր, Թուրքիան կամ Ադրբեջանը կարող է մատը մտցնել մեր աչքի հանունասից։ Ցնորը դուք եք վերցել այս պարտականությունը ձեր վրա։ Մենք հիմա ապրում ենք երևի մեր պատմության ամենալարված էջերից մեկը։ Մենք հիմա հուլիսի կեսն ենք, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբերի միջև վերջ։ Դե նոյեմբերին էլ արդեն Ամերիկայի միջանկյալ ընտրություններն են, այնտեղ էլ պարզ է լինելու, որ Թրամփի կուսակցությունն է պարտվում, անպայման, անխուսափելի, եւ ունենալու ենք նոր աշխարհ, որը մնում է միջև այդ Հայաստան աշխարհից մի բան մնացած լինի։ Եվ Հայաստան աշխարհը այնքան խորը ինքն իրեն փորած թաղած չլինի, որ ներից հնարավոր չլինի քաշել հանել դուրս։ Ինչ որ Փաշինյան Նիկոլը անում է, ընդ որում մենակ չէ, անում է Նիկոլին ընտրած բոլշևիկների ցերկով։ Մատնայք էս քարտեզը։ Մեկ։ Այս ճանապարհն է 92%-անոց մահմեդական երկիրը ոնց է օգնում Ադրբեջան, Իսրայելի, հենք։ Չուս է տարի, Թուրքիայի տարածքով գազն, օյլ են տանում, նավթ։ Որ իբր Թուրքիայի նեղացնում է, բայց Թուրքիայի տարածքով անցնում։ Եվ ասում են, չի բացառվում, որ այս քանի որ դու չի գալի, ինքը սկսի ռմբակոծել Ադրբեջանի տարածքով անցնող այս գազատարները։ Հիմա ինչ փոխվեց Ադրբեջանում քաղաքականության մեջ։ Հա որ մի օրվա մեջ Պաղեստինի ղեկավար եկավ ներկայացնում եւ Ադրբեջանը սենց ընդունեց։ Որովհետեւ Թուրքիայում մեծ կոնֆլիկտ է, չէ՞ ասում անում Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանին արդեն անցալում են որպես թշնամի երկիր։ Որտեւ Ադրբեջանը պրոիզրայելական էր։ Այսօր այս քայլով ուզում է Շահի Էրդողանի սիրտը թշնամանալով Պաղեստինին։ Ես չի ներողություն Իսրայելին։ Ես չգիտեմ այս կապիկության արդյունքում ով է ինչ շահելու։ Մենք չենք շահելու հաստատ։ Որովհետև մենք պետություն չունենք։ Մեր պետությունը մեզ ձեռքը չի, մեր պետությունը մեկի ձեռքն է այսօր, այն բոլշևիկների շնորհիվ։ Որ ինչ ուզում անում է, ուզում ունե զրկում է։ Հայաստանը սահմանադրական դատարանի մակարդակի վրա մտցնում է այն կարգի տեղեր, որտեղից անելը ահավոր դժվար է լինելու այդպես։ Դա չի նշանակում դա անհնարին է, ամեն ինչ հնարավոր է։ Բայց ասում սահմանադրական դատարանի մակարդակի վրա պատերազմ է հայտարարում Իրանին։ Պատերազմ։ Սա պատերազմ է։ Սա կապիտոլ։ We heard the same promises and the same excuses and reasoning for the Iraq war that we're hearing today. And they're shifting constantly to justify our presence in the Middle East. And we're not fooled. We as veterans know better. Սա Ամերիկայի վետերաններն են, որոնք եկել են բողոքելու, ձերբակալում են իրենց։ Սա մենք այս ամեն ինչը լսել ենք արդեն Իրաքի պատերազմում։ Մենք ամեն ինչը լսել ենք։ Այս օրենքի քննարկման ժամանակ է, որ մերժել է Սենատը։ Եվ փող տա եւ միացնի զորքերը Իսրայելի բանակի հետ։ Բայց նա ձերբակալում են մարդիկ վետերանները։ Իսկ հիմա վերադառնանք էլի Իրան, Հայաստան, Ամերիկա այս հարաբերություններին։ Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ ցանկանում է համաձայնության գալ։ Ասում է սպիտակ տունը։ Հիմա ես ուզում եմ Նիկոլին հարցնեմ. այդ տխմար։ Իրանք վաղ թե ուշ այդ համաձայնությունը գալու են։ Ու այս պատերազմում հաղթելու է Իրանը։ Ամերիկան երբեք չունի այդ ռեսուրսը։ Հիմա էլի գալիս են համաձայնության։ Ու դու մնալու ես մենակ։ Քեզ սենց վերջում սենց օգտագործել ու շպրտեն եւ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դու մնալու ես էլի թուրքերի հույսին, որովհետեւ հետեւդ ժողովուրդ էլ չունես։ Քեզ ընտրող բոլշևիկները քեզ ընտրած բոլշևիկները 17-18 թվականին նայում են թե իրանց վոժդ
հեղափոխության առաջնորդ Տրոցկուն ոնց էին տանում դեպի կախարան։ Լավ ասես փախներ։ Բայց չասես փախներ ունենք Բուխարինը, Զինովիևը։ Դրանք բոլորը այդ բոլշևիկների աստվածներն էին։ Այդ բոլշևիկները հանգիստ էս նստեցին նայեցին տանան ոնց են տանում կախարան։ Տենց գնդակարել են, չեն կախում գնդակարում են, որովհետև Ստալին ձյաձան տենց էր ասում։ 24 թվին ասեց օպլա, մի վայրկյան 22 կգած։ Օպլա, սրանք թշնամի են։ Բոլշևիկներն ասեցին, իհարկե։ Մենք գիտենք դրա մասին։ Շնորհակալություն, որ դուք ուղում եք մեզ սխալը։ Գնդակարել եւ ոչ։ Վաղը քեզ նույն բանն են ասելու։ Դա բոլշևիկը ինքը ուղիղ չունի որ մտածի։ Ինքը նայում է այսօրվա բոլշևիկների ղեկավարին ինչ ասում, որ ինքը գլուխը տպտմբացնի։ Իրանն ու Ամերիկան գալու են համաձայնության, ոչ թե Թրամփի օրոք։ Թրամփն էլ է գնում, Նետանյահուն էլ է գնում։ Միջև նոյեմբեր, միջև դեկտեմբեր վերջանալու է պատերազմը, ուզենք թե չուզենք։ Всё, դու մտածի դեկտեմբերից ով է լինելու քո հույսը։ Պորնիկ Եվրոպա, Ուրսուլա ֆոն դեր Լայնը տա քեզ փրկելու, բանն էլ է գնացող։ Մակրոնն էլ է գնացող, նա գնացած է արդեն։ Աստված չանի քո համար հանգած Մարին Լպենն եկավ, որը ատելով ատում է քեզ, որ միանգամից ասես, որ դու ձայնագող ես։ Ձայնագող։ Տեսես ոնց է միանգամից փոխվելու աշխարհը, Նիկոլ, քո համար դառնալու է դժոխք։ Դեկտեմբերին դու կորցնել ես քո ամենակարևոր հենակետերը, իբր էլի քո համար հենակետեր։ Հիշում եք Լինցի Գրեմը որ մահացավ։ Ամենաազդեցիկ սիոնիստը։ Իսկ սա գիտեք ով է։ Սա այն մարդն է, շայտերն, որ ասում էր գնդակարեք, ռմբակոծեք, ինչ ուզում եք արեք Իրանը։ Մենակ ինձ վերադարձեք իշխանություն այնտեղ։ Հիմա էլ ասում եք կլինի ես մի քիչ Լինցի Գրեմի տեղ խաղամ։ Դա աշխարհը զուրկ չի Նիկոլներից։ Ոնց նայում ես Նիկոլեն սա։ Ոնց նայում ես Նիկոլեն։ Տարբերությունը գիտեք որն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արագ հասկանում են ով է Նիկոլ, ով չէ, եւ քվեարկությունով ապահովում են նրանց, որ Նիկոլները շատ առաջ չկարողանան գնան։ Եթե միամիտ պատահական հասել են Թրամփի մակարդակի, այդ սխալը ուղղեն արագ, որ իրենք քիչ վնասներով այդտեղից դուրս գան։ Դեն ինչու՞ հիմա կլինի ընդամենը 1-2-3 ամիս հետո։ Այս է տարբերությունը։ Ոչ են ասում, թող ինքը մի քիչ էլ մնա, մի խանգարեք։ Մանավանդ, որ այսօր պարզվել է, որ այո, Թրամփը հանցագործ է, Թրամփը մարդակին է բռնաբարել եւ այս կինը Քերոլը, Ջեյն Քերոլը 5.6 միլիոն դոլար փոխհատուցում ստանալու Թրամփից, որը բռնաբարել է։ Փաստորեն օֆիցիալ դատարանով հաստատված եւ Թրամփը արդեն վճարել է։ Օֆիցիալ հաստատված բռնաբարող հանցագործ, որի համար չի նստել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որը որոշել է, որ Ամերիկայի Նահանգների 250 ամյակի կապակցությամբ իր նկարը պետք է լինի մետաղադրամի վրա։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ունելով մետաղադրամի $1 վրա մեկի նկարը, որ մարդը բռնաբարել։ Հայաստանը ունենալու է մի հատ միջազգ մեկի անունով, որ ոչ միայն պեդոֆիլ է, նաև ապացուցված դատարանով բռնաբար։ Ոնց ասես։ Դե բոլշևիկներ, ծափ տվեք։ Ես որ ասում եմ, աշխարհը շատ փոքր է, ժողովուրդ, շատ փոքր է, ու որտեղ ինչ որ կապալվում է, անպայման մեկի վրա ազդում է։ Այս ծուխ տեսնում եք նայեք։ Սա Կանադայում է։ Նայեք։ Վերևից է նկարած այս ծուխը։ Ու այս ծուխը արդեն եկել է Նյու Յորք։ Նյու Յորքի մեծ ծխի մեջ է։ Որտեղ Տորոնտոն, որտեղ Նյու Յորքը։ 700 կիլոմետր հեռու է Տորոնտոյից Նյու Յորքը։ Հիմա այս ծուխը Նյու Յորքի վրա մութ չենք տենում։ This could potentially overtake us here. This has gotten a little scary. Բայց չգիտեմ ոնց են դեռ մեր ընկերները Տորոնտոյում, Կանադայում, բայց այդ ծուխը հիմա Նյու Յորքի վրա է նստած։ Սես բան եղել էր եւի 2 տարի առաջ, 3 տարի առաջ մեկ էլ որ օֆիսից դուրս եկա, տեսա որ դիմացից երկնակերը չի երևում։ Դիմացի մայթը տեսում եմ, բայց երկրորդ, երրորդ հարկից վերև ոչ մի բան չի երևում։ Ծուխ էր նստած քաղաքի վրա։
Այսինքն էս ինչ է, հետո պարզվեց էլի ոնց որ թե ամեն տարի արդեն սովորություն է դարձել։ Կանադայում անենց հրդեհներ կա լինում անտառների, որ ծուխը գալի նստում է ամբողջ Նյու Յորք նահանգի վրա։ Միջև Մանհեթեն։ Հիմա մեր մոտ կղզումսից նայում եք, սև ամբողջ։ Ու ասում են դուրս մի արեք տանը մնացեք, փակեք պատուհանները, որ չթունամորեք այդ ծխից։ Աշխարհը այսքան փոքր ու ինչ եմ ասում։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Եվ մարդկային գործոնը, եւ բնական գործոնները։ Մենք չենք կարող այսպես նայել աշխարհին։ Ինչ որ կատարվում է Իրանում, անմիջապես վերաբերվում է մեզ։ Ինչ որ կատարվում է Իսրայելում, անմիջապես վերաբերվում է մեզ, Հայաստանում վերաբերվում է մեզ։ Մենք չենք կարող գլուխներս մտցնել ավազի մեջ եւ ձև տալ, թե մենք տեղյակ չենք ուզում իմանանք։ Կան չէ՞ մարդիկ ասում են, մենք չենք ուզում իմանանք ինչ է կատարվում։ Ապրում ենք էլի։ Մի մասի։ Մեկը տնես դուրը ծեծում են ու դու պատրաստ չես։ Ից։ Հագիս խաղաղ կանես։ Սանեք։ Սունդուկյանյանը թատրոնում։ Ասա գիտեք ինչ մասին է, որ շոքին այս մի քանի 100 մարդ նստել է մի տարածքում, որը չի օդափոխվում։ Եվ օդորակից չկա կոնդիցիոներ։ 21-րդ դար 5 միլիարդ պատկերավճարի համար միլիարդներ ֆոնդեր թալանված Սունդուկյանի թատրոնը կոնդիցիոներ չունի։ Կամ չի աշխատում։ Բայց ինքը նստած է։ Ինքը չէր մտածում, որ այս ինչի չի աշխատում։ Այս ոնց է, ոնց թե իմ պետության մեջ ինչի են այսքան մարդիկ շնչահեղձ լինում։ Ոնց թե։ Չէ։ Ինքը նույնիսկ երևի չէր զգացել, որ չկա, գիտեք ինչի։ Ինքը արժանապատիվ միջավայրի սովոր չի։ Ինքը սովոր չի, որ ինքը կարա թատրոն գնա, որտեղ մարդիկ չեն շոքում, որտեղ կոնդիցիոները աշխատում։ Չէ, ինքը այդ կյանքով չի ապրի, ինքը չգիտի դա մասը։ Ինքը իհարկե չէր հասկանում, որ այս վիճակի պատասխանատուն ինքն է, չէ։ Ինքը նույնիսկ չէր մտածում դրա մասը։ Եվ դուք ուզում եք այս մարդը պետության ղեկավարի պատասխանատվությամբ թքած ունի գործազուրկների վրա, մրցումներից ուշացողների վրա, չպալապողների վրա, բացարձակապես հետաքրքրություն չունի։ Բայց իրան դրա մաս սիրում են բոլշևիկները։ Ասում բա ինչ անենք, դառնանք ռուսի ճորտ, չէ։ Չէ, դուք հիմա ռուսի ճորտ չեք, ընդհանրապես փող եք տալի ռուսին իր հանցագործությունների համար։ Դուք ռուսի ճորտ չեք, չէ։ Ձեզ մխիթարեք, թե դուք ռուսի ճորտ չեք։ Եթե թերևս աշխարհում ավելի ռուսա ճորտ չկար, քան Փաշինյան Նիկոլը։ Բայց դա ուղեղ ունեցողների համար բնականon։ Աչքուական ջունեցողների համար։ Դե մի զարմացեք էլի։ Մի զարմացեք։ Չեք ամաչում այսպիսի նկարներ եք տարածում։ Պատմության մեջ ինքը մնալու է։ Համաշխարհային պատմության մեջ։ Սենց բան ոչ մի երկիր չի ունեցել։ Սենց ղեկավար ոչ մի երկիր չի ունեցել սենց։ Թշնամու ագենտ։ Սազում է, չէ՞ այդ ֆորմերը, գույները բանը, լրիվ ինքն է։ Բայց նայեք, սա Երևան։ Լույստեղ նայեք։ Մեկ այդ հարևանը գրել է, չգիտեմ թե ով է այս ամեն ինչի տերը, բայց խնդրում եմ, փոխանցեք իրեն, որ շատ առաջարկ ունեմ, Շահավետ։ Թողա մեր տանը ապրի։ Շինարարության այս ամբողջ ընթացքում։ Թողա մեր տանը ապրի, որ ինքը զգա ինքը ինչ անում է բոլորի գլխին։ Հələ շենքերի հիշում եք այն օրը ես Վրաստանում ցույց տվեցի, ոնց նստեց շենքը, քանդվեց տակից։ Այս շենքերն արդեն բոլորը վթարային են։ Ինչ եք կարծում, սա որ ներսից ճաքերը տվեց, մեկը իրանց կոմպենսացնելու, հա։ Իսկ առաջին հերթին պետք է կոմպենսացնի այս շինարարության տերը, իմիջիալոց, որը պետք է ունենա այնպիսի ապահովագրություն, որ ցանկացած վթարի դեպքում
Որտեղ այս շենքը կարող նստի, կողքի շենքը կարող նստի, մարդ կարող ընկնի եւ այլն եւ այլն։ Որ բոլոր ծախսերը կոմպենսացնի։ Համենայնպես այստեղ Նյու Յորքում այդպես է։ Դու չես կարող շինարարություն սկսել առանց ապահովագրության։ Մարդկանց կյանքի չնախատեսված հետևանքների եւ եթե գար ապահովանա գործակալը տեսնել սենց ես դու փողը, քեզ չեն ապահովագրի։ Կասեն, ես չեմ ուզում այս շենքի նստվածքը վճարել քո փոխարեն։ Հետևաբար դու չես կարող ունենալ ապահովագրություն, հետևաբար դու չես կարող շինարարություն անել։ Որտեղ առանց ապահովագրության ոչ մեկ չի կարող շինարարություն անել։ Գիտեք ինչի՞։ Ձեւ ամերիկան իր թերություններով հանդերձ օրենքներ կա որոշակի։ Կա։ Դու չես կարող առանց այդ կարգու կանոնի աշխատել շինարարություն անել։ Բայց Հայաստանում քանի որ մարդու կյանքը արժեք չունի եւ ընդհանրապես մարդ արժեք չունի, գերագույն գլխավոր արժեքը փողն է։ Եվ ով որ դեմ է դրան, ինքը ռուսաստրուկ է, ինքը դավաճան է, ինքը չալու նախանձա լատինատար։ Հիմա ինչ ձեզ թվում է շենքերում Նիկոլ չեն ընտրել։ Քաղցրաշենում 13 Արտաշատի քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հրապարակը գրում է, որ 13 տարեկան աղջիկը, որը ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։ Քաղցրաշենի վարչական ղեկավարը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։ Հաստորեն կարելի է էներգետիկ խմիչքներ խմել ու մահանալ։ Ասեք գյուղացիներն են խոսում, համայնքի ղեկավարն էլ հաստատել է։ Ասեք դա բժիշկ, բան, քնչական խումբ չկա։ Բաբի գավայդ։ Մեկ էլ բան է, համայնքի պետն է հաստատել։ Արդեն այդ պակարդակի վրա է 13 տարեկան սպորտսմենը ինչ որ հեղուկ խմելուց մահանա։ Չարաշահել, այդպես բան չկա հոդված չարաշահել։ Իսկ ես հիմա ասեմ սա ինչ է։ Եթե ասում են էներգետիկ հեղուկ, դա պերեդոզն է։ Երեխեքին էներգետիկ հեղուկի փոխարեն ուրիշ բան են տվել կարող է։ Կամ հետն են ուրիշ բան տվել։ Էներգետիկ հեղուկից ոչ մեկ չի մահանում։ Չարաշահն բառը չարաշահ։ Ուրեմն այդ էներգետիկ հեղուկը ապահով չի եղել։ Ձեզ ինչ է թվում, պետք է այդ արտադողին բռնեն տուգանեն։ Չէ։ Ջարդելու են 13 տարեկան երեխու վրա մեղքը ու այդպես էլ մենք չիմանանք։ Այդ ով էր նարկոտիկ խառնել հետը կամ այդ ինչ էներգետիկ խմիչքեր, որ ոչ մեկ չի պետք է այլևս խմի, որ հասկանանք ինչ է նշանակում չարաշահել, քանի շիշն է չարաշահելը։ Ասենք ինքը վրա խմել է 13 տարեկան երեխեն, սպորտսմեն, ֆուտբոլիստ երեխեն։ Ես գիտեք ինչ հիշեցի, Քաղցրաշենը Մղճանի շատ մոտ է։ Մղճանին հիշում եք Մղճանի դեպքը, որ երեխուն ընտրելացել էին, դպրոցական երկրորդ թե երրորդ դասարանի երեխուն ընտրելացել էին բանի նարկոտիկի։ Հիշում եք այդ քրեական գործը։ Ամիսներ շարունակ, հետո բեկը պարզվեց, չէ, դա նարկոտիկ չի եղել։ Նարկոտիկ չի եղել։ Ուրիշ բաներ էր ընտրելացել։ Վերջ, փակվեց գնաց գործը։ Նիկոլ Անտոնովնա, դուք հասկանում եք, դուք ուր եք հասել։ Դուք ինչքան երեխեքի եւ ինչքան մարդկանց մահվան պատճառ եք։ Եք եւ լինելու եք։ Այսօր էլի հիշել եմ այդ 44 օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքը։ Փաստորեն պատկերացնում եք Հայաստանում մի 30% առնվազն մինիմում ասեց իրավունք ունես։ Շեֆ ջան, Աստվածս իրավունք ունես, մեր երեխեքին տանես, սպանես, մեր երեխիները ծախես ինչքանով պետք է, ու մեզ չտեղեկացնես ով է այդ հանցագործության պատճառը, հանցագործները։ Ու ոչ մեկ չպատժվի դրա համար, ու մենք էլ չիմանանք երբեք այդ ով է դրա հետևում կանգնած։ Դու դրա իրավունք ունես։ Պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Մարդուն ասեցին դու դրա իրավունք ունեիր։ Կոչ անեիր, մեր երեխեքին տանեիր, սպանել, հետո ասեիր, արա, քո անկախության համար ես տարա սպանեցի, որ դու այսօր ավելի անկախ ապրես։ Պատկերացնում եք։ Այսօր մասին է լսում ընդունել։ Դժվար է պատկերացնել, որ մոլորակի վրա կգտնվի գոնը մեկ
այլ քաղաքական գործիչ, ով հպարտ կլինի, որ բերել է պատերազմներ, ով հպարտ կլինի, որ կորցրել է հողեր, ով հպարտ կլինի, որ կործանում է հայրենիքը։ Կարծում եք մոլորակի վրա էլի կա սրա նման Այո, հպարտ եմ ժողովուրդ, որ ձեզ բոլորի դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես Հպարտը ու մարդիկ իրենց քվեով ապացուցեցին, որ իրանք են հպարտ։ էլի ասում եմ, եթե դուք դրա համար պետքա որոշեք, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հնազանդ ձեր որոշմանը կկանգնեմ գնդակահարության պատի տակ, բայց միջև վերջին վարկյանը իմացեք, ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմի։ Վերջինքի երջանիկը, որ երեխեքին տալ է սպանել է։ Երջանիկը, ինքը պարզ ասում է, լսեք, ինքը արյունով է ապրում, արյունով է սնվում, մարդկանց դժբախտությունները հաճույք է ստանում։ Ինքը սնվում է դրանով էներգետիկ, լսեք, ինքը երջանիկ է, ինքը հպարտ է դրանով։ Եվ առնվազն 30%, ես չեմ ասում 49%, ես չեմ հավատում այդ թվերին։ Գոնե 30%, ասեք ամեն երրորդը, ասեց իրավունք ունես երջանիկ լինելու զավակիս սպանելու համար, կամ հարևանիս զավակին, երկիրս ծախելու համար, ինձ այս վիճակին բերելու համար, ինձ անverջ էշի տեղ դնելու համար, իրավունք ունես երջանիկ ու հպարտ լինելու։ Ես համաձայն եմ քո հետ։ Սա մնա շատը գիտեք ինչից եմ սարսափում, որ երբ որ ես վերադառնամ Հայաստան, ուտեմ մի օր անպայման կվերադառնամ։ Ես անկախ կարող եմ ինձանից փողոցում սենց նայեմ մարդկանց դեպքին, տենամ ու մտածեմ, ով է այն ամեն երրորդը, առնվազն ամեն երրորդը ուսանձայն է տվել, որ ինքը հավանձայնել իր երեխեքին կամ իր հարևան երեխուն տանեին սպանեին ու կոչ անեին, հրա գնացեք մեռեք, որ դու ասես ես հպարտ եմ դրա համար, ես ուրախ եմ, երջանիկ եմ դրա համար, ինքն էլ է կոչ անում ու տանե սպանեին, հետո էլ ասես ես երջանիկ եմ դրա համար, վախենում եմ, իրոք, չգիտեմ ես ոնց եմ պահելու ինձ, ես ինչ եմ զգալու, ու երբեք ես այդ մտածմունքը չեմ ունեցել, ես Հայաստան եկել եմ տուն, որտեղ փողոցում ցանկացած մարդ իմ բարեկամն էր, որ պատրաստ էի գրկել ցանկացած, հիմա ես չգիտեմ, ես ոնց կարամ գրկեմ մեկին, որը երջանիկ է, որ իր հարևան երեխուն տալիս սպանել, ոնց, այսպիսի մի տղա կա, Սարգիսն է, Կոնստանտինը Սարգիսյան, ես իր գիրքը ունեմ, բերել եմ բոլոր 3 հատորները, դա հետաքրքիր գործագրեր է, ու դեռ չեմ հասել կարդալ, Կոնստանտին ջան, ես կարդալու եմ անպայման, որտեղ շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր մարդ է ինքը, կարող մեկը հավատա, կարող չհավատա, ինքը իր տեսլականն ունի, Աստծո վերաբերյալ, մարդկության վերաբերյալ, այնքան հետաքրքիր է ինձ, որ ես բոլոր իր 3 հատորները առել եմ Երևանից ու ինքը իմ ամոթ sense իմ կարդալու sense գրքերից մեջ sense դրած է։ Մի 5 հատ գիրք կա, այսի դրանցից մեկն է Ջուլիև Քարը, բայց դա արդեն բարձ է ինչ պետք է անեմ, սա կատարելու բանը։ Դրանք պետք է կարդամ։ Լսենք ինչ է ասում մեր մասին։ Ու երևի կհասկանանք ինչի է ինքնից հետաքրքիր։ Ջելոս Հայաստանում չի ապրել, это շատ ասիրում է։ Հայ։ Армяне как национальность. Армяне как национальность. У меня как-то сложилось ощущение, что как будто бы Бог каждой какой-то национальности, народу дал свое общее предназначение. Ես հարցազրույցը Մոսկվայում է, ինքն դեռ ապրում։ Ասում եմ այն տպավորությունն է, որ Աստված ամեն ազգին ինչ որ միսիա է տվել։ Ո՞նց եմ ասում, ինքը անազգանով հայ է, ցակումով հայ է, բայց տենց ես իր ինտերվյուների մեջ երբեք չեմ լսել, որ ինքը տենց հայ է։ Հայ, ինքը ավելի շատ գլոբալ մասշտաբի մտածող է, բայց հիմա հայերի մասին է հարցը։ То есть вы будете делать вот это, а вы будете делать вот это.
И у меня почему-то сложилось четкое убеждение в том, что армяне – это нация просветителя. Եվ ասում եմ, ու մոտ հենտապավորությունն է, որ այդ բոլոր բաներն, միսիաներին, որ ժողովուրդներին բաժանել է Աստված, այրին տվել է լուսավորելու միսիան։ Լուսավորելու։ Ես գիտեմ, որ համառային կկարծեմ Հայաստանում էլ իր գրքերը շնորհանդես արեց այնտեղ։ Դե ափսոս է Հայաստանում չի եկել գալ, որ այդ բայց այդ շնորհանդեսից հետո ես բոլոր գրքերը առա իրա։ Ո՞ւի ճիշտ ասում։ Ճիշտ ասում այդ լուսավորելու իմաստով միսիա շատ տիպիկ ասված. То есть как будто бы, знаешь, армяне должны просвещать этот мир. Որ հայերը պետք է լուսավորեն այս աշխարհը։ Именно в духовном плане. Հոգևոր մակարդակի վրա։ Եմ ասում Հայաստանը կռվախնձոր է, ոչ թե մենակ տարածքի։ Հայաստանը ինքը քաղաքակրթության տիրելու, ով տիրեց Հայաստանը, տիրում է քաղաքակրթությանը։ Ես էլ այդ տպավորությունն ունեմ։ Այս կռիվը տարածքի համար, սա ընդհանրապես ճանապարհի համար չի։ Սա հենց քաղաքակրթությանը տիրելու խնդիր է։ Տիրել կամ վերացնել նաև։ Вот. А в материальном плане это должны делать американцы. То есть про успех, поэтому коучинг родился в Америке. Я смотрю, նյութական իմաստով դրա բերողը ամերիկանն է։ Они лучше всех знают, как зарабатывать деньги, как добиваться. Որտեղ ասում եմ, դա է ասում եմ, նյութական իմաստով ամենաառաջը դեմը, դա է նամանա ստեղծված Ամերիկա, ասում եմ, ամենալավ իրանք գիտեն, ինչպես փող աշխատել։ Добиваться успеха. Если попросили бы вас продолжить фразу «армяне это», как бы вы ее продолжили? Свет. Եթե վերջացնենք նախադասությունը, հայերը դա լույսն է։ Լույսը։ Ամեն ինչ փոխվի մեր շուրջը, կփոխվի մեր շուրջը, եթե մենք սկսենք այս տեսակետից նայել մեզ, մեր միսիային, մեր առօրյային, մեր վարքագծին եւ ամեն օր նայել այս տեսակետից։ Արդյոք մենք լույսն ենք այսօրվա մեր գործողությունների մեջ, այսօրվա մեր քարոզի մեջ, մեր աջակցության, մեր վարքագծի մեջ, մենք լույսն ենք, այդ պատասխանատվության մենք մոտենում մեր գործին։ Հա? Թե խավարն ենք, թե ընդհանրապես ոչ իմ, թե գուցե ստվերն ենք։ Ստվեր։ Ոչ իմ բաներ, լույս չկա ստվեր։ Թե մենք լույսն ենք ամեն դեպքում։ Որովհետև եթե մենք դուրս ենք գալի այն տեսակետից, որ մենք լույսն ենք, դա փոխում է, դա հպարտություն չի առաջացնում, ասենց։ Ես լույսն եմ, չէ, դա փույջ դատարկ հիմա հպարտություն է։ Ոչինչ չտվող, ոչինչ չասող։ Չէ, լույսը ուրիշ բան է։ Լույսը դա պատասխանատվություն է։ Մենք վերցնում ենք այդ լույսի ֆունկցիան պատասխանատվությունը, թե պատրաստ ենք ստվեր մնալ, ստվերում մնալ կամ մթության մեջ մնալ։ Անձնական ընտրության հարց է։ Բայց ես խորհուրդ կտայի սա մասին մտածել ու սկսել հավատալ դրան ու տենց ապրել, որտեղ եթե մենք ուզում ենք մեր միջավայրը փոխվի, մենք մեր գործողությունների մեջ պետք է փոխվենք։ Մենք մեր գործողությունների մեջ չենք կարող փոխվել, եթե մենք մտավոր մակարդակի վրա չենք գիտակցել ով ենք մենք եւ ինչ ենք տալու այս աշխարհին։ Եթե մենք այս աշխարհին չենք տալու։ Армяне, как национальность, у меня как-то сложилось ощущение, что как будто бы Бог каждой какой-то национальности, народу дал свое общее предназначение. То есть вы будете делать вот это, а вы будете делать вот это. И у меня почему-то сложилось четкое убеждение в том, что армяне – это нация просветителя. Լուսավորել, դասիրակել, տարածել, քարոզել։ Չէ՞ որ դա ենք եղել մենք ամբողջ կյանքով։ Բայց եթե մենք այդ պատասխանատվության, այդ միսիայով չենք վերաբերվում մենք ինքս մեզ, այսինքն չկա մեր մեջ այդ ինքնա ճանաչումը,
ով եմ ես հիշում եմ մի անգամ դասի ժամանակ դիրիժորության Արամ Ղալաբեկյանը ասեց տուն գնալուց ամեն մեկը մտածեք, այս հարցին պատասխանեք։ Ով եմ ես։ Չվարազեք, հանգիստ, մյուս դասին խոսանք դրա մասին։ Գիտեք ինչ էր այդ օրը իմ մոտ։ Այս եսի վերագնահատումը, պատկերացնու ձևակերպումը ահավոր աշխատանք է, բայց այս աշխատանքի միջոցով անցնում քո հաջողությունը, եթե դու կարողացած ձևակերպես ով ես դու եւ ձևակերպես այս լուսավորչի, որ դու լուսավորողն ես, դու այդ լուսավորող ազգի ներկայացուցիչն ես եւ դու այս կոնտեքստում ձևակերպեցիր ով ես դու, բնականաբար դու էլ պիտի լինես այդ լուսավորողը եւ հիմա դու ինչով ես զբաղված, որն է քո այսօրվա հաջողությունները, որն է քո վաղվա գործը, դու հասկանում ես, դու քնելու ժամանակ չունես։ Ու մեկ էլ նայում ես ոչ միայն քնելու ժամանակ չուներ, այդ դեպքում բացտեղ ինչ կապ ունի Նիկոլը։ Բայց միջավայրում ո՞նց կարող է Նիկոլ ծնվել եւ Նիկոլ ընտրեին։ Ու հետո գալիս ես եզրակացության, որ դրա մասին ոչ մեկ չի մտածում ուղղակի։ Ոչ մեկ իրան հարց չի տալի ով եմ ես, իմ միսիան ով է, որպես մարդ, որպես անհատականություն, որպես ազգ, որպես քաղաքակրթություն, որպես հայքի տարածքում ապրող մարդ, հայ մարդ։ Ոչ թե հայքի տարածում արածող ինչ որ կենթանի, որը ոչ մի միսիա, ոչ մի պարտականություն չունի։ Այդ բaragայում կարած ծնվեր Նիկոլ։ Կներեք էմոցիոնալ զեղումներից համար, բայց ուզում եմ մտածենք էլ։ Այսքան բան, որտեղ ինձ ասում են, բա ինչ անենք։ Դա ասում եմ էլի ինչ անենք։ Սկսում է ստեղից սեփական գիտակցությունից, սեփական պատասխանատվությունից, ով եմ ես։ Ես ոնց եմ հանդուրժել ես վիճակը, որ գա հասնես վիճակի վրա։ Եթե ես չեմ հանդուրժել, ես մտածում եմ, կապ չունեմ, ես կողքից դիտող եմ, դե հիմա մեկն էլ, եթե ես դիտողն եմ, նշանակում է ես պատասխանատվություն չունեմ ու սպասելու մինչև մեկը գա այդ հարցերը լուծի։ Չէ։ Չի լուծելու, այդ մեկն էլ որ եկա, փողոքտին չի լուծելու այդ հարցը։ Դու մասնակից չես։ Քո հարցերի լուծմանը դու մասնակից չես։ Իսկ ես տենց հարցեր եմ ստանում հարյուրներով։ Մարդիկ ասում են, մենք չենք այդ հարցը լուծումը։ Ով է լինելու այդ մեկը, որ գա լուծի։ Այդ մեկին սպասողները ամբողջ կյանքում սպասում են։ Այն մի բան կա, որ դայն հարցում են, վատպետ, ինչքան եք սպասելու, որ լավ լինի։ Ասում եմ, որ սպասես, հավերժ կսպասես։ Այսօրվա մայրասքանը լավ մնացեք։